Ինչպես որոշվում է մարդու ԴՆԹ հաջորդականությունը, այդպես էլ բառերի դեպքում է աշխատում եւ հիմնական նպատակը այն է եղել, որ այս հետազոտության միջոցով որոշվի նախատիպ տեքստը, որն է այն նախատիպ տեքստը եւ այդ մյուս ձեռագրերը, որից է արտագրվել, այսինքն վերջնական արդյունքում մենք ունենում ենք այս ծառի տեսքը եւ ձեռագրերի արտագրման հաջորդականությունը, որը շատ կարեւոր է միջնադարյան տեքստերի համար։ Այսինքն այդ ամբողջ տանջալից աշխատանքը արվում է վերջում ունենալու այս բարձրելու մայր տեքստը։ Այո, մայր տեքստը, նախատիպ տեքստը ունենալու եւ նաեւ որոշելու մյուս ձեռագրերի արտագրման այդ ծագումնաբանությունը, որը կոչվում է ֆիլոգենետիկ անալիզ,